Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը Ինստագրամյան իր էջում հանդես է եկել նոր հոլովակով և խոսել այս շրջանում աշխատանքային գործունեության, ինչպես նաև բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։ Ողջույն բոլորին, եւս մեկ անգամ շնորհակալ եմ շատ, որ շատ ակտիվ մասնակցում եք, շատ ակտիվ հետևում եք մեր էջերին։ Թվում է, թե շատ անփոփ ենք, թվում է, թե յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում, բայց իրականում այն ինչ կատարվում է մեր շուրջ, սարսափելի մեզ մտահոգում է, բայց մենք փորձում ենք դեռևս ապրել։ Այն ինչ կատարվում է աշխարհում, բայց եթե չաշխատենք եւ եթե աշխատանքով չլցնենք մեր առօրյան, գուցե խելագարվենք։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ, որ հետևում եք, շնորհակալ եմ, որ շատ ակտիվ եք։ Հուսանք, որ բայց եթե չաշխատենք եւ եթե աշխատանքով չլցնենք մեր առօրյան, գուցե խելագարվենք։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ, որ հետևում եք, շնորհակալ եմ, որ շատ ակտիվ եք։ Հուսանք, որ լույսը բարով կբացվի, արևը կժպտա եւ ոչ միայն մեզ, այլ ողջ աշխարհին։ Այս շրջանում Դիանա Գրիգորյանը առավել ակտիվ է սոցիալական հարթակներում ու պարբերաբար նոր գրառումներով է կիսվում հետևորդների հետ, սակայն դեռ տարիներ առաջ չկար այդ հնարավորությունը, տեղեկություններ էին տարածվել, թե իրականում Դիանա Գրիգորյանը ամսական 3-ից 4 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Ինքը Դիանան անդրադարձել էր այդ լուրերին ու նշել. «Սա ապատեղեկատվություն է եւ ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է նման գրառումները լուրջ ընդունել։ Թողած կարևորագույն հարցերը, օրինակ նույն սահմանադրության փոփոխությունների հարցը մարդիկ չգիտես ինչու իրենց ուշադրությունը սևեռում են հորինված բաների վրա, բաներ, որոնք չկան, բացահայտ սուտ են, այսինքն ով առավոտ զարթնեց, մտքով ինչ անցավ, կարող է գրել։ Այս ամենը ինձ համար անընդունելի տարբերակ է։ Ինչ է ստացվում, մարդ չիմանալով ոչինչ դիմացինի մասին, չիմանալով թե նա ինչպես է վաստակում, ինչ է անում, ինչպես է ապրում, կարող է մտքով անցածը գրի ու այդ ամենը տարածվի մամուլում։ Նրանց ամենևին էլ չի հետաքրքրում այն հանգամանքը, որ ես առավոտից մինչև ուշ գիշերը ռոբոտի պես աշխատում եմ։ Նույնիսկ շատ տղամարդիկ չեն կարող դիմանալ այս ռեժիմին, երեխաներին դպրոց տանել, սցենարներ գրել, զբաղվել մոնտաժային աշխատանքներով, դեր խաղալ, խնամել երեխաներին, տան հոգսերը վերցնել ուսերին եւ այս ամենը վազքի մեջ։ Հիմա նորից վերադառնամ այդ չարաբաստիկ գրառմանը, բա երանի չէր իրենց ասած ով լիներ այդքան գումար վաստակեի, անձնական վարորդ ունենայի։ Երջանիկ եմ այնքանով, որ ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ, լավ ծնող, իմ կողմից սիրված աշխատանք։ Ինձ համար երջանկություն է, երբ ես առողջ եմ, իմ ընտանիքը առողջ է, երբ ինձ հարգում են, երբ ես զբաղվում եմ անչափ սիրելի աշխատանքով։ Տղամարդը պետք է լինի տան գլուխը, ինքը պետք է լինի ուժեղ, կամային, ինքը երբևէ չպետք է ստի, պետք է լինի համարձակ, նպատակասլաց, նվիրված լինի իր ընտանիքին։ Եվ ամենակարևորը ուժեղ տղամարդը նա է, ով չի վախենում իր կողքին տեսնել ուժեղ կնոջ, օրինակ Լենինը իրեն շրջապատել էր ուժեղ կանանցով։ Ես 16 տարեկանում սկսեցի իմ աշխատանքը հեռուստաընկերությունում եւ զուգահեռ սկսեցի սովորել իրավաբանական ֆակուլտետում։ Իմ երեխաների հոր Դավիթի հետ միասին Գիգաբիթ հաղորդումն էինք վարում, որից հետո սկսեցի Բումերանք հաղորդաշարը, որն էլ ինձ ճանաչում բերեց։ Բավականին երկար դադարից հետո հիմա ինքս նկարահանվում եմ իմ ֆիլմում։ Կարծում եմ արդեն ժամանակն էր եթեր վերադառնալու, այն կնոջ դերը, որը կերտում եմ, ինձ շատ հոգեհարազատ է։ Համոզված կարող եմ ասել, որ հայտնի մայրիկ ունենալու փաստը իմ երեխաներին ոչ օգնում է, ոչ էլ խանգարում։ Ես ամեն օր միայն գովեստի խոսքեր եմ լսում իրենց ուսուցիչներից, դեռ երեկ մենք ամբողջ օրը տարված խաղում էինք իր նոր տիկնիկով, որը հայրն էր ուղարկել նահանգներից։ Ուրախ եմ փաստել, որ իմ երեխաները հեռու են համացանցից, սելֆիներից եւ վայելում են մանկությունը։ Ես ինձ երջանիկ կին եմ համարում, ունեմ երեխաներ, ովքեր միայն ուրախություն են ինձ պատճառում։ Ունեմ մայր, ով միշտ իմ կողքին է, երջանիկ խաղալ անհնար բան է։ Ես երջանիկ եմ այն ամենով, ինչ այսօր ունեմ, աշխատանք, ընտանիք, պատիվ, հիանալի կոլեկտիվ, հավատում եմ Աստծուն ու շատ աստվածավախ եմ։
Երբ քննադատությունը լինում է առողջ, ես դրան նորմալ եմ վերաբերվում, եթե լինում է հիվանդագին, ես դրան ընդհանրապես չեմ վերաբերվում։ Այս տարիների ընթացքում ես դեռևս չեմ լսել մի քննադատություն, որը լինի պրոֆեսիոնալ դիտանցքից։ Ես աշխատանքի մեջ միշտ ձգտում եմ կատարյալին եւ դեպի կատարյալ գնացող ճանապարհին փորձում եմ ամեն բան անել լավ։ Այն անձնավորությունը, ով քննադատում է ինձ կամ մեղադրում է, ինքն է մեղանչում Աստծու առաջ, այլ ոչ թե ես։ Եթե մարդ ծնվում է մայրական արգանդից բնական ճանապարհով, ապա չի կարող վիրավորել մի մարդու, ում չի ճանաչում։ Դիանան խոսելով իր հոգեվիճակի մասին նշել էր, որ բավականին հուզված է, բայց դրա հետ մեկտեղ նաև բավական լարված, կապված Հարազատ թշնամին սերիալի վերջին սերիայի հետ։ Իհարկե հուզմունք կա եւ ինձ եւ սերիալի բոլոր դերասանների մոտ, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն իր վերջնական տեսարանը նկարահանվելուց հետո անձամբ են զանգահարել ինձ եւ հայտնել այդ մասին։ Շնորհակալ եմ իրենց, որ իրենք այդքան լավ են կերտել իրենց կերպարները եւ որ այդքան հարազատ են մոտեցել դրանց։ 2 տարի նրանց մեջ ապրել է 2 մարդ, իրենք ու կերպարը, ու եթե իրենք այդքան հարազատ ընդունած չլինեին, գուցե նրանց կերտումն էլ այդքան հաջող չլիներ։ Ես ինքս հրաժեշտ եմ տալիս մեր ստեղծած կերպարներին եւ իսկապես հուզմունքը մեծ է, բայց այս պահին նաեւ լարվածությունն է մեծ, քանի որ վերջին սերիան բավականին երկար է լինելու։ Նշեմ, որ բոլոր բաց դռները, բոլոր բաց խնդիրները ստացել են իրենց լուծումները, բոլոր դռները փակվել են, որևէ մութ բան չի մնացել։ Փորձել եմ ամեն կարևոր եւ գուցե ոչ այդքան կարևոր, գլխավոր եւ գուցե ոչ այդքան գլխավոր հարցերին լուծում տալ։ Հոգնածության հետ մեկտեղ կար նաև մեծ կապվածություն, որը նաև ըստիս վտանգավոր երևույթ է։ Միշտ ինքս ինձ հարց եմ տվել՝ սերն է ավելի վտանգավոր, թե կապվածությունը, որովհետև սերը կիրք է, որը ցանկացած պահի կարող է մարել։ Կապվածությունն այնպիսի բան է, որ տանջում ու խեղդում է քեզ։ Հեռուստադիտողների մոտ հիմնականում նույնատիպ կարծիքներ էին, պարզապես հաշվի առնելով նրանց մեծամասնության կարծիքը, այն բարի ավարտները, որոնք իրենք էին առաջարկել, փորձել ենք որոշ չափով ի կատարածել, որովհետև հարգում ենք մեր հեռուստադիտողին եւ հաշվի նստում նրա կարծիքի հետ։ Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի նրանց չհիասթափեցնենք, բայց այն տարբերակները, որոնք որ մենք էինք մտածել, չենք լսել հեռուստադիտողից։ Ստեղծվելու է նոր հաղորդաշար, որը եզակի է իր տեսակի մեջ եւ որի նպատակը լինելու է այն, որ հայի աչքերը միշտ պետք է ժպտան։ Արդեն իսկ տարվում են դրա պատրաստման աշխատանքները, այն լինելու է հայկական հայի խնդրի լուծման համար ստեղծված մի հաղորդաշար։ Ես այն մարդն եմ, ով չի սիրում միաժամանակ մի քանի նախագծով հանդես գալ ու դա անել միջին որակի։ Ես շատ սիրում եմ իմ աշխատանքը եւ ինչով զբաղվում եմ, փորձում եմ հնարավորինս ամենայն դեպս ուժերից ներածին չափով որակյալ անել։ Հենց դա է պատճառը, որ միայն հաղորդաշարի մուտք գործելուց ձեռնամուխ կլինեմ նոր սերիալի ստեղծմանը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր դիտել են մեզ եւ ամենևին կապ չունի նրանցից ոմանք վատն են գրել, թե լավը, գովաբանել են, թե հակառակը, դժգոհ են եղել, թե ոչ։ Բոլորից շատ շնորհակալ եմ։ Վստահ եմ, որ մեր ուշադիր հեռուստադիտողները նայելով սերիալի վերջին մասը ի վերջո կհասկանան, թե որն էր դրա ասելիքը եւ այլևս ինձ չեն հղի հարցեր, թե ինչ էի փորձում այս 2 տարվա ընթացքում հասցնել մարդկանց։ Վստահ եմ յուրաքանչյուրը կստանա իրեն հուզող հարցերի բոլոր պատասխանները։ Բոլորովին վերջերս էլ քննարկվում էր Դիանա Գրիգորյանի եւ Ստեփան Ղամբարյանի սիրավեպի լուրը։ Թեմային անդրադառնալով Դիանան ասել էր. մասնավորապես այս օրերին աշխատում եմ չչարանալ, որովհետև աստվածավախ ու աստվածապաշտ մարդ եմ, չեմ էլ ուզում անդրադառնալ չարամիտ ու չարախոս մարդկանց գրառումներին։ Ինձ համար շատ զարմանալի է այն մարդիկ, ովքեր նման բաներ են գրում, նրանց չեմ կարող լրագրող անվանել, որովհետև անհասկանալի նվնվոցով ներկայացնում են բաներ, որոնք նույնիսկ չեմ կարող նկարագրել, վերծանել կամ մեկնաբանել։ Քանի որ Ստեփան Ղամբարյանն իր վերջին զանգը հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, նա նաև հրաշալի հանդիսավար է, ծննդյանս արարողության կարևոր կենացները խնդրեցի, որ ինքն ասի։ Ես հասկանում եմ, որ մտքիս սով է, որ մարդիկ ունեն աղքատ միտք, խավարում լույս չեն կարողանում փնտրել, որովհետև այդքան իմաստուն չեն, բայց թող գոնե ուրախության մեջ տոն տեսնեն։ Պետք չէ դառնալ պիղծ երևակայության զոհ եւ մի քանի ավել դիտում ունենալու համար թակել դժոխքի դուռը, նշել էր սցենարիստը։